Քաղաքական նորելուկներից մեկը նախորդին հայտարարել է, թե մեր իշխանության օրոք վարչապետը ոչ միայն պարգևավճար չի ստանա, այլև կաշխատի 1 դրամ աշխատավարձով։ Հարգելիս, ուզում ես միլիարդատեր եղիր, ուզում ես միլիոնատեր եղիր, եթե մտել ես քաղաքականություն ու ստանձնել ես պետական պաշտոն, հատկապես վարչապետի կամ նախագահի, դու իրավունք չունես հրաժարվելու պետական աշխատավարձից։ Աշխատավարձը նվեր չէ, որ հրաժարվես, դա ժողովրդի սահմանած պայմանագիրն է, եւ ժողովուրդը քեզ վարձում է, որ դու աշխատես իր համար, ու պետությունն օրենքով ասում է, այս պատասխանատվության գինը այսքան է։ Դու չես որոշում կընդունես պայմանագրի այս մասը թե ոչ։ Եթե ասում ես չեմ վերցնի աշխատավարձը, իրականում ասում ես ժողովրդի սահմանած այս կարգը ինձ վրա չի տարածվում։ Երկրորդ, սա շատ վտանգավոր պոպուլիզմ է։ Մարդկանց ուշադրությունը շեղում է հիմնական խնդիրներից։ Ժողովրդին պետք չէ այս ցուցադրական հայտարարությունները, շոուները։ Ժողովրդին պետք է գործ, անվտանգություն, արդարադատություն, աշխատատեղ, բարձր աշխատավարձ, պաշտպանված սահման, կարգ ու կանոն վերջապես։ Եվ երրորդը, որ ամենավտանգավորն է, եթե պետությունից աշխատավարձ չես վերցնում, ինչով ես ապրում, ով է վճարում քո ծախսերը, ով է քո գործատուն։ Պետության ղեկավարն իրավունք չունի կասկածի տեղ թողնելու։ Պետությունը պետք է վճարի բաց, օրինական, թափանցիկ ձևով, որ բոլորը վստահ լինեն, որ պետության ղեկավարը ոչ մեկից կախված չէ։ Եթե ուզում ես օգնել, շատ պարզ բան արա, վերցրու օրենքով սահմանված աշխատավարձը դու հրապարակային թափանցիկ կերպով փոխանցիր որևէ բարեգործական ծրագրի։ Բայց աշխատավարձից հրաժարվելու այս հռչակագրերը պետության հաշվին շոու է։ Պետությունը պահվում է ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ հստակ կարգ ու կանոնով, իսկ ղեկավարը հարգում է ժողովրդին պատշաճ հաշվետու աշխատելով, օրենքով, ոչ թե այս ամբոխահաճո հայտարարություններով։